Այստեղ ստեղծվելու է մի միջավայր, որտեղ ապրելը արվեստ է։ Չգիտեմ Երևանը երբևէ կհասնի, չի հասնի այդ օրվան Skyline-ում հնարավոր է միանգամից գալ եւ տեղում 1 րոպեվա ընթացքում հիպոթեկ ձևակերպել եւ բնակարան ձեռք բերել։ Բայց Հայաստանը արդյոք սեյսմիկ գոտի։ Հայաստանի միակ սեյսմիկ գոտին չի աշխարհում։ Ամեն դեպքում ունենք նախագծեր, որոնք այդքան որակով չեն արված, որոնք ուշանում են ժամկետներից։ Մեր բրենդի արժեքի մեջ դա կարևորագույն կետն է, որ մեր խոստումը ավանդական, պահպանողական, մի քիչ ավելի փակ, քաղաքը ինքը կենթանի շնչող օրգանիզմ է։ Օդի ապահովության հարցը կլուծեն համապատասխան մարմինները։ Artlife-ում արդեն մեր գաղափարախոսությունը փոխվեց, այսուհետ ցանկանում ենք ստեղծել ապրելակերպ։ Ողջույն բարեկամներ, դուք միացել եք Տուն կաստին, սա Տուն Էքսպոյի պաշտոնական ոդկասթն է, որտեղ մենք քննարկում ենք անշարժ գույքի, կառուցապատման եւ քաղաքաշինության ոլորտներին առնչվող տարբեր հարցեր, վեր ենք անում խնդիրներ, փորձում ենք գտնել լուծումներ մեր հյուրերի հետ, որոնք այս ոլորտում առաջամարտիկներ են եւ հենց առաջին ձեռքից մենք իմանում ենք ամենաթարմ տեղեկությունները, թե ինչ է կատարվում ոլորտում, այստեղ դուք կտեսնեք կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների, տարբեր փորձագետների եւ այս ոլորտներին առնչվող տարբեր մասնագետների։ Եվ այսօր մեր հյուրը Ռենշին ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանն է։ Անի ջան, ողջույն։ Ողջույն Ձյան։ Շնորհակալ ենք, որ գտել եք ժամանակ։ Մենք գիտենք Ռենշինում հիմա ինչպիսի բուրըն, այսպես աշխատանքային իրավիճակ է եւ սեզոն, այսպես ասած, եւ գտնել 1 ժամ ժամանակ ու գալ պատմել նախագծերի մասին մեզ համար շատ մեծ պատիվ է։ Ռենշինը մեր շատ լավ գործընկերն է Տուն Էքսպոյում արդեն քանի տարի, Skyline-ը շատ գեղեցիկ, պայծառ տաղավարով ներկայանում է եւ իր նաեւ նպաստն է բերում Տուն Էքսպոյի տարածմանը, նաեւ Մոսկվայում մենք միասին փորձ ունեցանք եւ մեզ վստահեցիք, ինչի համար շնորհակալ ենք։ Ռենշինի հետ աշխատելը իսկապես մեզ համար եղել է Տուն Էքսպոյում, թույլ տամ ինձ ասել մի քիչ վաղեմի երազանք, որովհետեւ մենք գիտենք Ռենշինը ինչքան սիրված, հարգված եւ մի խոսքով ինչպիսի դիրք ունի մեր շուկայում եւ այդ վստահությունը մենք շատ գնահատում ենք։ Ու ինձ հետաքրքիր է հետեւյալը, Ռենշինը իրեն հատկապես վերջին տարիներին ու նոր նախագծերով, վերջին տարիների դիրքավորում է որպես քաղաքաշինական ներդրումային ընկերություն եւ դուք կարծես անում եք ավելին, քան դասական կառուցապատումն է, բայց շատերիս համար հասկանալի չէ այդ ավել բանը ինչով եւ ինչպես է դրսեւորվում։ Որն է տարբերությունը սովորական կառուցապատող ընկերության եւ քաղաքաշինական ներդրումային ընկերության հանձին Ռենշինի։ Նախ թույլ տվեք ես շնորհակալություն հայտնեմ հրավերի համար, իսկապես հետաքրքիր նախագիծ եք սկսել, մեծ պատիվ է լինել ձեր հյուրերի շարքում։ Տուն Էքսպոյում մասնակցությունը մեր առաջին երևի թե հենց այդպես հանրային մասնակցություններից է եղել, որովհետև մինչ առաջին մասնակցությունը 2024-ն էր, մինչև դա երբևիցե Ռենշինը որևէ հանրային էքսպո կլինի, միջոցառում կլինի, մասնակցություն չի ունեցել։ Դրա համար էր մեզ համար երազանք ու իրականում մեծ պատիվ, որտեղ մենք գիտենք, որ մի քիչ ռազմավարությունը այլ էր ընկերության։ Այլ էր եւ նախագծերն էին այլ։ Skyline-ը այն նախագիծն էր, որը որ մեզ թույլ տվեց ավելի մասսայական ներկայանալ հանրությանը, հիմա դրան ավելի մանրամասն կանրադառնանք առաջիկայում։ Եթե հարցի պատասխանին նայենք, իրականում տարբերությունը շատ մեծ է։ Քաղաքաշինական ներդրումային ընկերության, կառուցապատողի շատ մեծ տարբերություն կա նաեւ շինարարի եւ կառուցապատողի միջեւ, որովհետեւ շատերը դեռևս պատկերացնում, որ օրինակ գալիս են մեզ մոտ այ հեսա մուրճով եւ ոչ մի ֆիլիսոփայական տեսակետից տարբերություն, այլ հենց ֆիզիկական տարբերությունը գիտեք իր գործունեության հիմքում դրված է արդեն տարբերությունը։ Եթե դասական կառուցապատում իրենից ենթադրում է հողատարածքում, որը հարմար է, գտել կառուցապատողը այդտեղ շենք կառուցելու համար եւ կառուցում են բնակարաններ եւ վաճառում են եւ հեռանում տարածքից, ապա մեր պարագայում դա ավելի երկարաժամկետ բնույթ ունի սկզբից մինչեւ երևի անվերջ, որովհետեւ մենք երբևիցե չենք հրաժեշտ տալիս մեր գնորդներին, մեզ մոտ բավականին երկար են կոնցեպտուալիզացման աշխատանքները։ Մենք շատ երկար ուսումնասիրություններ ենք տանում, միջազգային փորձն ենք ուսումնասիրում, տեղի շուկան ենք ուսումնասիրում հասկանալու համար արդյոք ինչ է պետք մեր քաղաքին եւ ինչ է պետք մեր քաղաքին առաջիկայում։ Ունենք 5 տարվա 2025-ից 2030 թվականների ռազմավարական զարգացման հայեցակարգը, կառուցապատման ոլորտում հայեցակարգերը ավելի երկարաժամկետ են ունենում, որովհետև համապատասխանաբար նախագծերը եւս ավելի երկարաժամկետում են արդյունք ունենում։
Եվ ուսումնասիրություններից հետո արդեն նոր փնտրում ենք համապատասխան հողատարածքը, որտեղ որ լավագույնս այդ պրոյեկտը կիրականացվի։ Հետագայում արդեն ստեղծում ենք միջավայր։ Այն միջավայրը, որը կլինի այդտեղ բնակվողների համար այն լավագույն ապրելակերպի տարածքը։ Շատ խիստ ֆիլտրում ենք ֆոկուս գրուպան, ով պետք է այդտեղ ապրի։ Տան հարցը չէ, Չէ, բնակարանի վաղուց հարցը։ ինձ թվում է արդեն պատերի մասին չէ, մետրերի մասին չէ, այլ ապրելակերպի, որովհետև յուրաքանչյուրս ուզում ենք ապրել մի միջավայրում, որտեղ մեզ շրջապատում են մեր հետաքրքրությունները կիսող մարդիկ։ Մենք ուզում ենք, որ մեր երեխաները մեծանան այդ միջավայրում եւ մենք պլանավորված ունենում ենք, որ մեր երեխայի ապագան, որովհետև մեծացել է այս միջավայրում, ունեցել է այս ընկերները, մեզ է հետաքրքիր ապրել այդտեղ եւ ունենալ լավ հարևաններ, հա, եթե դեռ բնակարանի մասին ենք խոսում, ենթակառուցվածքներին դեռ ավելի մանրամասն կանրադառնանք։ Հետո արդեն բնակարանները հանձնելուց հետոյի փուլն է, երբ որ բնակարանները հանձնում ես եւ այդտեղ հիմնականում դասական կառուցապատում ավարտվում է։ Բայց մեզ մոտ շարունակվում է մեր մյուս ընկերությամբ, հա, մենք մեր շենքերի կառավարումն ենք իրականացնում եւ սպասարկումը, որովհետև այն ինչը որ խոստանում ես, որ պետք է ապահովված լինի շենքի տարածքում եւ տարիների ընթացքում դա կարող է չպահպանվել կամ պահպանել այնքանով, որքանով մեզ համար շատ կարեւոր է մեր բրենդի արժեքի մեջ դա կարեւորագույն կետն է, որ մեր խոստումը իրականացվի եւ ինչ որ ժամանակ հետո դա չդադարի, այլ լինի մշտական բնույթ կրի։ Հենց դրանով է պայմանավորված, որ ցանկացած հաջորդ նախագծի հայտարարումը, երբ որ նույնիսկ պարզ չեն նախագծի սահմանները, գտնվելու վայրը, բնույթը, ճարտարապետությունը, մենք մեր լոյալ հաճախորդների մեծ բանակ ունենք, որոնք որ պատրաստ են առաջին ներդրողներից լինեն այդտեղ։ Բոլորը սպասում են ձեր պրեմիերաներին ու ես գիտեմ իրականում մի քանի տարի առաջ դուք ունեցաք լավ պրեմիերաներ, շուտով կունենաք լավ պրեմիերաներ ու հետաքրքիր է որ դրանք քաղաքի մեջ շատ յունիկ, այսպես ունիկալ, չկրկնվող նախադեպեր չունեցող նախագծեր են հիմնականում լինում ու մի քիչ էլ ամբիցիոզ, հաճախ նաև առաջացնում են տարակարծություններ, որովհետև մենք մեր շուկայում տարիներ շարունակ տեսել ենք շատ դասական, ավանդական կառուցապատում, հատկապես եկամտային հարկի արտոնությամբ պայմանավորված մի պահ սկսեց շինարարական բումը շատ սովորական քառակուսի մետրերի եւ պատերի մասին, հա, նախագծերի, ու այդ կարծրատիպը մնաց, ու երբ որ շուկա է գալիս մի քիչ տարբերվող մի բան, միանգամից սկսվում են խոսակցությունները, ինչքանով է սա իրական, ինչքանով կլինի, թե չի լինի։ Հիմա ես պիտի այս թվերը կարդամ, որ հանկարծ չսխալվեմ։ Ընդհանուր 1 միլիոն քառակուսի մետր ընթացիկ կառուցապատվող տարածք, 100,000-ից ավել կոմերցիոն եւ 250-ից ավել բնակելի, 250 քառակուսի մետրից ավել բնակելի տարածք։ Այսպիսի մեծ փորձը, որ Ռենշինը ունի Երևանում։ Ինչ է ձեզ ասում մեր Երևանի, հենց Երևանի անշարժույթի շուկայի մասին ու միտումների, ինչպես նաև ինչ է փոխվել պահանջներում հաճախորդի, ուզում եմ ասել այցելուի, քանի որ տուն էքսպոյում մեզ համար այցելուին, այո։ Ինչ է փոխվել պահանջներում, որովհետև դուք շատ վաղուց եք շուկայում, շատ վաղուց այս քառակուսի մետրերը պատահական չեմ հնչեցնում, մի մասը վաճառված է, կառավարվում է ամբողջը ձեր կողմից, մնացած մասը հիմա կառուցվում է, դուք միջազգային թիմեր եք ներգրավում ձեր բոլոր նախագծերում հետազոտական այդ երկար փուլերում, ինչ է ձեզ սովորեցրել եւ եթե մյուս կառուցապատողները հիմա մեզ լսեն, ինչ փորձով կարող եք դուք կիսվել մեր շուկայի մասին։ Դուք ձեր հարցում այնքան լավ պատասխանները դնում եք, որ կարծես ինձ ոչինչ չի մնում պատասխանելու։ Վստահ եմ լիքը բան կա պատմելու։ Ինչն է հիմնական մեր 25 տարիների փորձը, գրեթե 25, այս տարի արդեն մեր 25-րդ տարին կլինի, ինչն է մեզ տվել, այն է, որ քաղաքը ինքը կենթանի շնչող օրգանիզմ է, հա, ցանկացած նոր նախագիծ, որ պլանավորվում է եւ իրականացվում է քաղաքում, պետք է իր դեր ունենա սոցիալական, հա, տնտեսության զարգացման տեսանկյունից եւ մենք հենց այդ մոտեցումներով ենք առաջնորդվում, ոչ թե ավելի շատ նայելով ինքը քանի հազար մետր կունենա։ Թվերը իհարկե խոսուն են, իրենք բավականին մեծ ներդրում են լինելու, մեծ էկոհամակարգ են ստեղծում Հայաստանում, ամեն մեկը իր ուղղվածությամբ։ Եթե մենք առանձին սա պրոյեկտենք Ռենշինի ստեղծած նախագծերին, մենք կարանք հետ գնանք տարիներ առաջ, երբ որ Սասնա Ծռեր 2 եւ 3 հասցեներում ստեղծվում էին այսօր կարելի ասել Դավիթ Հաշենի դիմագիծը փոխող երկու նախագիծը, դրանք
փոխեցին ճարտարապետության նկատմամբ պատկերացումները, այդ վարչական շրջանի մասին պատկերացումները եւ կարծրատիպերը այո, շատ առաջնային, ասես առաջամարտիկ քայլ էր, որ իրականացվեց եւ այսօր արդեն դրանք ենթելադրող շենքերից եմ ասում, այ Դավիթ Հաշենը շենքերով հասկանում եմ դա որ տարածքի մասին է խոսք եւ այդ շենքերում դեռ 15 տարի առաջ դրված որակը այսօր դեռ իրեն արդարացնում է եւ գնորդներ ունենք, որ այ շատ են հավանում այս ընթացիկ նոր նախագծերը, բայց ասում են այ մենք ուզում ենք մնալ այս տարածքում, մեզ համար շատ նախընտրելի է հենց այս շենքերը, որոնք որ կան։ Օրինակ եմ բերում միշտ շենքերը, որպես լավ, ես ինքս արդեն ուղղակի իմ անձնական փորձից կարող եմ ասել, տուն էքսպոյից զատ, որ միշտ հնչում է որակյալ շինարարություն, օրինակելի շենքեր, ձեր այդ երկու իսկապես առաջամարտիկ շենքերը որակի չափանիշ են ու նշաձող են երևի ամբողջ շուկայի համար եւ սա ոչ թե մենք նստած ենք ձեր մասին ենք խոսում դրա համար եմ ասում, այլ կարծում եմ ցանկացած մասնագետի հետ ու կառուցապատողի հետ սա կարող ենք խոսել ձեր մասին։ Վստահ եմ, որ կարող ենք, այո։ Հաջորդ մեր նախագիծը դա ArtLife-ն էր։ ArtLife-ում արդեն մեր գաղափարափոխությունը փոխվեց, ռազմավարությունը եկավ այն տրամաբանության մեջ, որ մենք այսուհետ ցանկանում ենք ստեղծել ապրելակերպ։ Ապրելակերպը դա ոչ միայն բնակելի հատվածն է, որը որ ոչ պակաս կարևոր է, բայց հարակից ենթակառուցվածքը, որը որ բնակիչը ունենում է ամբողջ տարածքում, ArtLife-ը դա առաջին բրենդավորված բնակելի համալիրն է տարածաշրջանում Կեմպինսկի բրենդի կողմից եւ միակը առաջինն էր Հայաստանում։ Այս պահին արդեն տեսնում ենք, որ կան այդ նախագծեր ուրախանում ենք, որովհետեւ դա լավ ցուցանիշ է, այսինքն դա արժևորվել է եւ գնորդների կողմից եւ գործընկերների կողմից։ Կեմպինսկի հետ տեսել են, որ դուք ի վերջո ռիսկ եք վերցրել նմանատիպ ամբիցիոզ բան բերելով Հայաստան եւ եղել եք նաև լծակ, քարշակ, մնացած ընկերությունների առաջատար, լիդեր լինելու էությունը երևի դրանում է կայանում, որ երբ որ նորամուծություն ես դու բերում, դա երբեմն առաջին հայացքից միգուցե չգնահատվի եւ դրա արժևորումը տարիների ընթացքում է լինում եւ արժևորումը նաեւ լինում է այն տեսքով, որ տեսնում ենք, որ նմանատիպ նախագծեր իրականացվում են, փորձը կիրառվում այլ ընկերությունների կողմից եւ դա մեզ շատ ուրախացնում է։ Շատ լավ, մյուս նախագիծը դա ArtLife-ի մասին է, ArtLife-ը այս տարի մեզ մոտ շահագործման կհանձնվի եւ միտում ունի դառնալու Երևանի լյուքս destination-ը Երևանի համար։ Այստեղ հենց բոլոր ենթակառուցվածքները եւ դրանց բնույթը ուղղված են հենց ժամանցային լյուքս ժամանցին, որտեղ որ կան օրինակ ռեստորաններ, տարբեր խոհանոցների, մեծ շոփինգ սրահ, պատկերասրահ, սպա գոտի հենց Կեմպինսկի դուստր ընկերության Ռեսենսեի կողմից եւ այստեղ ստեղծվելու է մի միջավայր, որտեղ ապրելը արվեստ է։ Հաջորդ պրոյեկտը, որը եւս տեղափոխական էր եւ երևի ամենաամբիցիոզ նախագծերից էր մեր, դա Skyline-ն է։ Skyline-ը առաջին երկնաքերերով թաղամասը Հայաստանում, որը մինչ այժմ քննարկվում է եւ դեռ երկար կքննարկվի, որովհետեւ 22 հարկից բարձր, եթե չեմ սխալվում, Հայաստանում շինարարություն չի եղել եւ չկան անգամ քաղաքաշինական նորմատիվներ, թե ինչպես պետք է լինի կամ ինչ հիմքով դա պետք է կառուցվի։ Այս առիթով, երբ որ մենք ներգրավեցինք Առոպ ընկերությանը, որը համաշխարհային ոչ թե առաջատար ընկերություններից, այլ առաջատարն է, ով ստեղծել է շատ տարբեր զոնաներում ոչ պակաս սեյսմիկ, եթե ոչ ավել, քան Հայաստանը, Ճապոնիայում, Սան Ֆրանցիսկո է, Էմիրություններ, շատ աշխարհի լայն աշխարհագրությամբ ներգրավեցինք իրեն ինքը ամբողջությամբ ինքնակառավարում կոնստրուկցիան եւ ինժեներիան իր հետ համատեղ քաղաքաշինական կոմիտեի հետ ներմուծվեցին եվրոստանդարտներ, որոնց միջոցով հնարավորություն եղավ իրականացնել եւ հատուկ պայմաններ ստանալ եւ այսուհետ Հայաստանում բարձր հարկայնությամբ կառուցապատումը այս օրինակով հնարավոր կլինի իրականացվել։ Ինքը գիտեք բարձրության վախի հաղթահարումը, որ մենք օրինակ ամենաշատ հնչող բանն է, գիտեք, որ ես եմ շատ հանդիպում, որ բայց Հայաստանը արդյոք սեյսմիկ գոտի եւ այլն, մի քիչ ուզում եմ բացենք մեր լսարանի, որ Հայաստանը միակ սեյսմիկ գոտին չի աշխարհում, կան շատ ավելի բարդ սեյսմիկ գոտիներ եւ այնտեղ կառուցվել են եւ այնտեղ կան այսօր ինժեներիան բավականին զարգացած փուլում է գտնվում եւ եթե ներգրավում ես այնպիսի ինժեներական ընկերություն, որը արդեն նմանատիպ նախագծեր արել է եւ բավականին հաջողված փորձ ունի եւ գիտելիք ունի միջազգային, դու այդտեղ հանգիստ ես լինում։ Վճարում ես շատ ավելի թանկ, որովհետեւ անհամեմատ է
է տեղական ռեսուրսը եւ միջազգային, այն էլ նման հեղինակավոր ընկերության, բայց հանգիստ ես լինում այն արժեքի համար, որը որ ստեղծելու ես։ Շատ լավ է, որ սա խոսեցինք, որովհետև իսկապես ամենահաճախ Skyline-ի թեմայով հանդիպող մեկնաբանությունն է, Տունեքսպոյում ենք շատ լսել։ Ես ուզում եմ հիշեցնել օրինակ Ճապոնիայի նման երկրի մասին, որը ամենա տեկտոնիկ եւ Այո, վախենալու տարածաշրջանում է, բայց բայց ինչպիսի այդտեղ երկնաքերեր ունեն։ Գիտեք, երկնաքերերով կառուցապատումը ինքը թույլ է տալիս շատ խնդիրներ լուծել։ Օրինակ, մեզ մոտ ունենք 4 հեկտար տարածք եւ այս հարկայնության բարձրացման շնորհիվ մենք մակերես ենք կրճատել։ Եվ այդ մակերեսի շնորհիվ մենք հնարավորություն ենք այսօր մոտ 20,000 քառակուսի մետր կանաչ տարածք ունենալ, ջրավազան ունենալ, այգիներ ունենալ, խաղահրապարակ ունենալ, Այո։ հա ենթակառուցվածքները ավելի լայն ունենալ ու այդ բարձրության հաշվին է, որ դու կարողանում ես քեզ նման ճոխություն թույլ տալ։ Եվ ստանալ համալիր, որտեղից կարծես մարդը կարող է դուրս չգալ եւ իր բոլոր Այո, կարիքները ինքը հենց բավարարել։ կոնցեպտուալ քաղաքում, հա, կոնցեպտ է, այսօր աշխարհում բավականին լայն զարգացում ունի եւ շատ դրական առավելություններ ունի, թե խնայելու մարդու ժամանակը, թե խնայելու տրանսպորտային հոսքերի ծանրաբեռնվածությունը, որովհետեւ շատ հաճախ դու քո թաղամասում արդեն լուծում ես քո ընտանիքիդ հետ կապված բոլոր հարցերը ու երթևեկության վրա հավելյալ ազդեցություն չես ունենում, կարելի ասել։ Ու իրականում ճանապարհների եւ մնացած հարցերն էլ կան։ Մենք գիտակցում ենք իրականում, որ Երևանը ամեն դեպքում այն ծանրաբեռնվածությունը, որ հիմա ունի արդեն բարդ է դառնում կյանքը եւ այո, ունենալ տարածքում այն բոլոր հարմարությունները, որ դու կարիք չունենաս նստել մեքենա, մարզասրահ գնալու համար, դպրոց, մանկապարտեզ, չգիտեմ, տարբեր տեղեր երեխաներին տանել բերելու համար ճանապարհ կտրել անցնել եւ դա արվում է հենց քաղաքի մեջ, քաղաքի կենտրոնում, գրեթե քաղաքի կենտրոն է Այո, համարվում, չէ՞։ օպերայից երևի 1.5 կիլոմետր հեռավորությամբ։ Այո, սա ֆանտաստիկ լուծում է մարդու համար, որը գնահատում է իր ժամանակը, նյարդերը եւ այլն, ու Երևանը ունի նման ենթակառուցվածքների կարիք, որ մենք A կետից B կետը մեր փոքր քաղաքում 20 ժամում չհասնենք, մի քիչ չափազանցնում եմ, բայց երբեմն դրան Այս հասնում եմ։ կոնցեպտը ինքը լայն շրջանառվելու է, տեսեք, հետագայում հաստատ կլինեն նախագծեր, որոնք որ հենց այս կոնցեպտով մշակվելու Արդեն են, կամաց, արդեն այո։ հա ինքը շատ լավ լուծում է նմանատիպ քաղաքների համար, ինչպիսին մերն են, որոնք որ տարածքային փոքր են, բայց բնակեցված են եւ մարդկանց հոսքը հա լայն է, տարբեր օրինակ կետից A կետից B կետ, ու ծանրաբեռնվածությունը կա երթևեկության, այստեղ ինքը լավագույն լուծումներից է։ Ուզում եմ խոսենք Ռենշինի վերջին նորություններից։ Իմ ընկալումներում ու կարծում շատերի Ռենշինը շատ ավանդական, պահպանողական, մի քիչ ավելի փակ, բայց բարդ process-ներ ներսում, հա, ունեցող, որովհետև դուք միլիոն շերտով անցկացնում եք մի բանը, մինչև հաստատում եք կամ հրապարակում եք կամ կհայտարարեք, ընկերություն է, բայց ես նկատեցի, որ այս ամենավերջին տրենդին շատ արագ եք արձագանքել եւ թողարկել եք պարտատոմսեր եւ տեղաբաշխում եք ֆանտաստիկ հաջող կերպով։ Մենք շփվել ենք նաեւ Ամերիաբանկի մեր գործընկերների հետ, նրանք շատ ողջավորված էին պատմում ձեր այս նոր համագործակցության մասին, շատ սիրով, ջերմ, այդ խոսք եմ տանում վերում էլի ես հիմա, բայց իսկապես ու ես իրենցից լսեցի, թե ինչքան հաջող է ընթանում։ Ուզում եմ մի քիչ պատմենք այս մասին, մեր լսանն իմանա, ինչպես այդ որոշումը կայացրեցիք, ինչպիսի պայմանների մասին է խոսքը գնում, արդյոք հիմա ակտուալ է, մարդիկ իմանան այս մասին ու ինչ ապագա պլաններ կան այս պարտատոմսերի թեմայի հետ կապված։ Կդառնա դա ձեզ համար հիմնական գործիք կամ ապագայում էլի կկրկնեք գուցե։ Պարտատոմսերի թողարկումը դա կապիտալի շուկայի մուտք է դեպի կապիտալի շուկա եւ ինքը բավականին բարդ քննություն է ցանկացած ընկերության համար, ով տեղաբաշխում է, փորձում է թողարկել պարտատոմսեր։ Ինքը պահանջում է թափանցիկություն, ֆինանսական կայունություն ու գրագիտություն։ Այստեղ մեզ ֆինանսական կառավարումը եւ չափելի ֆինանսական հոսքերը մեզ բավականին ծառայում են այս նպատակի իրականացմանը։ Մենք արդեն 5 տարի անընդմեջ անցնում ենք Big 4-ի, KPMG աուդիտ։ Այս առաջի պարտատոմսերի թողարկումը մեզ համար ավելի փորձարկային է, ընդհանուր 10 միլիոն ծավալով է, դրամային եւ դոլարային հա սերիաներով։ Բոլոր մանրամասները հնարավոր է տեսնել MyInvest հարթակում, Ամերիաբանկի բոլոր մասնաճյուղերում, Ամերիաբանկի բոլոր մասնաճյուղերում, կարծում եմ եւս ինֆորմացիան կտրամադրեն ավելի մանրամասն, քան ես կներկայացնեմ։ Այո, Ամերիաբանկը շատ մոտիվացված իրականում մեզ հետ կիսվեց այդ նորությամբ ու մենք էլ շատ ուրախ ենք տեսնել, որ շուկան ընդհանրապես անշարժ գույքի շուկան այսպես շատ տարբեր ուղղություններով գնում է, տարբեր փորձարկումներ են անում ու ամեն կառուցապատող փորձում է իր լուծումներով, իր գտած ճանապարհով, հա,
անել ավելին, քան նախորդ տարիներին արվել է, հատկապես վերջին 2 տարում, երբ կառուցապատման ոլորտի շուրջ մի քիչ կասկածները, տարակուսանքները շատ էին, բայց ամեն անցնող ամսվա հետ մենք տեսնում ենք ավելի կայունացում, տեսնում ենք ինչպես են ամբիցիոզ նախագծերը շարունակում իրենց ճանապարհը եւ ներդրումներն են շարունակվում անշարժ գույքի մեջ գալ Գիտեք, դա մեր երևի երկիր։ երկու գործոնով կարող ենք պայմանավորել, մեկը նրանով, որ գնորդը այսօր ավելի գրագետ է դարձել եւ ավելի աշխարհ տեսած, որովհետեւ արդեն իրենց էլ բավական չէ քառակուսի մետր գնելը, իրենք էլ են փնտրում իրենց ավելի հարմար միջավայր, ավելի լավ ապրելակերպ եւ մարդ ուզում է այսօր դուրս գա իր տանից եւ հայտնվի օրինակ առաջին հարկում սրճարանում, որտեղ կարող է նախաճաշել ընկերների հետ ինչ-որ հանդիպումներ կազմակերպել, այսօր առողջ ապրելակերպը շատերս ենք մեր կյանքում կարևորում եւ ցավոք ժամանակ այսօր չի ներում, որպեսզի օրինակ ժամանակ ծախսենք մեքենայով տեղաշարժվելու մեր խիտ գրաֆիկի մեջ, երեխաներին բոլորս փորձում ենք կազմակերպենք իրենց համար լավագույն զարգացումը, կրթությունը, հա, եւ դրա համար եւս այդ ժամանակն է պետք, իսկ գաղտնիք չէ, որ այսօր բոլորիս կյանքում ամենաթանկ ռեսուրսը ժամանակն է եւ սա կարևորելով նաեւ փնտրում ենք ավելի ճիշտ տարածք ու սրանից առաջանում է պահանջարկը ձևավորելու հենց այդ միջավայրն ու ապրելակերպը։ Մյուսը ընդլայնվում է աշխարհագրությունը։ Մենք այսօր մեր պրոյեկտի վրա, օրինակ Skyline-ի վրա առանձնահատուկ շատ ենք տեսնում, թե ինչպիսին մեծ է հետաքրքրությունը մեր օտարերկրյա ներդրողների կողմից դեպի հայկական նախագծեր։ Խոսքը միայն Սփյուռքում մեր հայրենակիցների մասին հենց ուրախալի փաստը այն է, որ ոչ միայն մեր հայրենակիցների մասին է, այլ արտասահմանում եւ սա ոչ միայն մոտ երկրներն են ԱՊՀ-ի տարածքում գտնվող, այլ մենք այսօր ունենք գնորդներ Եվրոպայից, որոնք որ մեր նախագիծով առաջին ներդրումն են արել Հայաստանում, ոմանք Հայաստանն են բացահայտել իրենց համար եւ սա շատ ուրախացնող է։ Իսկ երբ որ գալիս է դրսի ներդրողը, ինքը առավել եւս չի գալիս պատերի հետևից, ինքը գալիս է ճանաչելիության, բրենդի համար է գալիս է որակյալ միջավայրի համար եւ սա դրդում է բոլորիս ավելի լավ եւ համարժեք պրոդուկտ առաջարկել։ Երբ խոսում ենք Հայաստանի մասին, որպես ապրելու համար հարմար միջավայր, միշտ ստանում ենք պլյուսներ ու աստղիկներ մեր Երևանի մթնոլորտի, ռեստորանների, ուտելիքի հյուրընկալության եւս ամեն ինչի մասին, բայց միշտ բնակարանները, գները ու միջավայրերը ավելի ցածր են գնահատվում։ Օրինակ ռելոկանտների շուրջարված հետազոտություններով պայմանավորվածից կարող եմ նշել, որ իրենք միշտ այն առաջին կոմպոնենտները բարձր են գնահատում, բայց գուցե իրենց Ռուսաստանում ունեցած փորձի հետևանքն չգիտեմ, բնակարանների որակը, գները, շինարարությունը եւ այլն այս կտորում մի քիչ կասկածամիտ են։ Չնայած որ վերջերս նկատվում է միտում նաև մեր Ռուսաստանի օրինակ հայերի ակտիվ այստեղ ներդրումներ կատարելու, մենք Տունեքսպո Մոսկվայից էլ դա տեսանք։ Ուզում եմ մի քիչ խոսենք այս մասին, թե ինչպես եք դուք ձեր նախագծերի շնորհիվ կամ գուցե նաև ձեր մյուս գործընկեր կառուցապատողները իրենց նոր քաղաքաշինական նախագծերի շնորհիվ փորձում փոխել այդ փորձառությունը, որը արդար փորձառություն է, մենք տարիներ առաջ ամեն դեպքում, հիմա էլ ոչինչ, ամեն դեպքում ունենք նախագծեր, որոնք այդքան որակով չեն արված, որոնք ուշանում են ժամկետներից, խոստումները չեն պահվում եւ այլն, եւ դա անդրադառնում է նաեւ բարեխիղճ կառուցապատողի իմիջի ու ընկալումների վրա։ Ինչպես է այս մասով հիմա փոխվում, ինչ եք դուք անում եւ ինչպես անել նաև մյուս կառուցապատողներին խորհուրդ, որ այս կարծրատիպից դուրս գանք ու մարդիկ մեր բացի ուտելիքը, հյուրընկալությունը եւ մնացած բաները բարձր գնահատելը, նաև ապրելու համար միջավայրը, քաղաքային հարմարությունները, այս կտորներ բարձր գնահատվի, օդի աղտոտվածության հարցը կլուծեն համապատասխան մարմինները։ Տեսեք, դրանք այն խնդիրներն են, որոնք որ ինստիտուցիոնալ մակարդակում, հա, բարեփոխումների կարիք ունեն եւ այստեղ մենք նախաձեռնել ենք երկու կարևոր փոփոխություն։ Առաջինը դա կնշեմ Քաղաքաշին կոմիտեի հետ, մենք այսօր ներմուծել ենք օրենք, որ այսուհետ ոչ մի նոր կառուցապատված տարածք, ոչ մի նոր համալիր չի հանձնվելու զրոյական կարգավիճակով։ Մենք արդեն ունենալու ենք ավելի պատրաստ բնակելի համալիրներ, որտեղ որ այդ կեղտոտ, աղմկոտ աշխատանքները արդեն ավարտված են եւ գնորդը արդեն վերանորոգումն է իրականացնելու իր բնակարանում ներքին հարդարման աշխատանքները։ Սա ներդրողների համար թե
թե տեղացի եւ թե արտասահմանից շատ կարեւոր քայլ է, որովհետեւ հենց դա է այն հանգամանքը պայմանավորում, որ անավարտ, անverջ տևող այդ աշխատանքներն են, որովհետեւ կարող է դու վերանորոգես քո բնակարանը, բայց քո հարևանը դեռ քանի տարիներ հանգիստ պայմաններում վերանորոգում իրականացնի, որը որ կարա վնասի քո սեփական բնակարանին, հա։ Սա ոլորտի հասունացման կարևոր քայլ է եւ այս նախաձեռնությունը կարծում եմ բավականին մեծ փոփոխություններ կներմուծի ոլորտ։ Մյուսը դա ապարտ հոթելի մասին օրենքներ, այդպես սկսեցինք նախաձեռնությունը էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, այս պահին ինքը արդեն շրջանառվել է բոլոր գերատեսչություններում, դրական արձագանք է ստացել եւ արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունվել է։ Դա ներդրումային անշարժ գույքի մասին օրենքն է, որը որ ներառում է բավական արտոնություններ Հայաստանում ներդրում կատարելու մասով, դե իհարկե այնտեղ բավականին խիստ կարգավորումներով է ինքը տնօրինվելու, հա, վերահսկվելու, բայց բավականին լավ ներդրումային գրավիչ միջավայր է ապահովելու ոլորտի համար։ Շատ լավ է, որովհետև մենք մեր քյուրեից մեկի հետ նախորդ էպիզոդներում հենց խոսում ենք այդ մասին, որ Հայաստանը որպես ներդրումային միջավայր այդքան գրավիչ չէ, երբ համեմատում ենք աշխարհի մնացած երկրների ու քաղաքների Եկեք հետ։ հեռու չգնանք, երբ համեմատում ենք մեր հարևան օրինակ Վրաստանի հետ, մենք այստեղ եւս թերանում ենք, բայց համեմատության մեջ, երբ որ ուսումնասիրում ենք, հա, լավ դրական համեմատության մեջ առավելություններ մենք եւս ունենք, այստեղ ուղղակի կարեւոր է գտնել այն օգտագործման մեխանիզմները խթանող կողմերը, որոնք որ հարևան պետություններում օգտագործում են եւ դրանք փորձել լավագույնս կիրառել նաեւ մեզ մոտ։ Որտեւ իմ կարծիքով առավելությունները, որ մենք ունենք, այնքան են միայն մեզ բնորոշ, որ դրանք կրկնելը դժվար է։ Ու թերությունները մեզ մոտ ավելի տեխնիկական, կազմակերպչական կտորներում են, մի քիչ փորձի պակաս, մի քիչ ալարել որոշ հարցեր առաջ տանել, մի քիչ պետական համակարգը ինչ որ բաների վրա բավարար ուշադրություն չի դարձնում։ Այսինքն լրիվ տեխնիկական խնդիրներում մանավանդ ենք երբ որ մենք մենք թվանում։ համեմատում ենք զարգացող երկրների հետ, զարգացած երկրների հետ ենք մենք համեմատում, մենք ունենք հստակ գիտելիքի պակաս։ Դրա համար մենք օրինակ մեր բոլոր նախաձեռնություններում, մեր ընկերությունում ընդլայնում ենք թիմը միջազգային էքսպատներով, բավականին բարձր վարձատրության, ոլորտի լավագույն մասնագետներով։ Այսօր մենք 120, հա, հոգուց բաղկացած մեծ թիմ ունենք, որտեղ որ ղեկավարության մասշտաբով բավականին շատ էքսպատներ ունենք։ Մենք շատ ենք, ասենց խոսք ունենք, որ ուշ կգնում outsource-ի համար, շատ ենք պատվիրում outsource միջազգային կայացած ընկերությունների հետ, որովհետև այսօր արդեն ամեն ինչ արված է, ամեն ինչ փորձված է, հեծանիվ որինելու ժամանակ չկա, որովհետև կյանքի տեմպը շատ արագ է Եվ գնում։ կարիք էլ չկա։ Կարիք էլ չկա, եթե կա կայացած օրինակ, կայացած փորձ ու գիտելիք, դա ներդնելը եւ դա կիրառելը լավագույն տարբերակն է, հա։ Իհարկե տեղայնացումը ադապտացիան կարիք ունի փոփոխությունների, քո շուկային, քո սպառողին, հա, ադապտացնելու համար, բայց սա ամենափոքր կտորն է, երբ որ կա հիմնական արդեն փորձված միջազգային գիտելիքը եւ դու դա բերում ես, տեղայնացնում ես քո երկրում, միանշանակ ստանում ես ավելի լավ արդյունք։ Իսկ նման մասշտաբային նախագծերում, որոնք որ մենք իրականացնում ենք, առանց այդ փորձի, առանց այդ մասնագիտական գիտելիքի անհնար է։ Այո, դա պատասխանատվության մի ուրիշ տեսակ է, որը ձեզ բնորոշում է։ Նաև երևի արդար է նշել, որ մենք ունենք մասնագիտական համայնքի եւ մասնագետների խնդիր, ուղեղների խնդիր ոլորտում շինարարությունից սկսած մինչև ինժեներական լուծումներ, ճարտարապետություն եւ այլն, մենք չունենք բավարար որակավորմամբ ու քանակով մասնագետներ, որոնք կկարողանան այսքան մեծ ծավալը, հա, շինարարական սպասարկել, ոչ միայն ձեր մասն եմ խոսում, այլ ընդհանրապես։ Դրա համար դրսից, ահա, արտապատվիրակումը եւ հատկապես դրսի ուղեղների եղածը, հա, այստեղ ներդրումը ու նաև փորձի փոխանակումը, որտեղ վստահ եմ ձեր լոկալ թիմը այնքան բան է սովորել միջազգային թիմից, որ դժվար ինչ որ համալսարանում կամ այստեղ տեղում ինչ որ տրեյնինգներով դա իմացվեր։ Այդտեղ մեր լավագույն օրինակը Կեմպինսկին է։ Երբ որ մենք երևի տարուց ավել մոտ 2 տարի բանակցությունների արդյունքում եկանք համագործակցության բրենդավորման Կեմպինսկիի կողմից մեզ մոտ 300 էջից բաղկացած գայդլայն ուղարկեցին, որին պետք է ամբողջապես համալիրը համապատասխանի։ Մինչ այսօր մենք երևի մի քանի ամսվա ուշացում ունենք Կեմպինսկիում, որովհետև այն գայդլայնը, որը որ պետք է պահպանել Կեմպինսկիի համալիրի բոլոր շինարարական փուլերում, լավագույն ընկերությունները հայկական, որոնք որ ներգրաված էին շինարարության ներքին հարդարման process-ներում, դժվարացան իրականացնել,
միջազգային Հա, ստանդարտի այն հետ։ ինժեներական համակարգերը, որոնք որ դրված էին եւ այն որակը, որը որ պետք է պահպանվեր շինարարության մեջ, ինքը երբևիցե Հայաստանում չէր եղել։ Մгм. Չէին առնչվել, մենք մի քանի անգամով իրականացրել ենք, չի համապատասխանել, նորից ենք իրականացվել իրենց ոնց որ Կեմպինսկի տեխնիկական տնօրինության կողմից միշտ վերահսկվում է մեր տեխնիկական թիմը էլի դրսից արտապատվիրակված է, որովհետեւ դա եւս պետք է Կեմպինսկիի կողմից հաստատված լիներ, թե ով պետք է լինի տեխնիկական տնօրենը վերահսկման թիմը։ Այնպես որ մենք մեր սեփական օրինակի վրա դա տեսել ենք ու դրանից մեր մյուս պրոյեկտները միայն շահել են, Մгм. որովհետև ինքը դժվարություն էր, որը որ մենք հաղթահարեցինք, բայց հասկացանք, թե ինչ հրաշալի է ունենալ նման հարուստ Փորձ։ համակարգով Մгм. բաղկացած համալիր։ Մենք վերանորոգված բնակարանների հանձնումը առաջին անգամ հենց Կեմպինսկիից սկսեցինք, որովհետև այնտեղ էր, որ առաջի պրոյեկտում պետք է բնակարանները արդեն վերանորոգված հանձնեն։ Մгм. Դա բավականին մեծ աժոտաժ առաջացրեց, որովհետև մինչ այս նախադեպը Այո, չէր մենք եղել, սովոր չէինք։ իսկ Skyline-ում մենք հանձնում ենք արդեն ոչ միայն վերանորոգված, այլ նաև մասամբ կահավորված, Մгм. եւ շուկան արդեն դա հասկանում է։ Եվ իրականում նման գնորդները գնալով շատանալու են, դու շատ լավ նշեցիր քիչ առաջ, որ ամենաթանկ բանը ժամանակն է, այսօր եթե մարդը վճարունակ է եւ մի քիչ ավելի շատ գումար է աշխատում, հիմնականում չունի ժամանակ։ Եվ չունի Այո, ժամանակ մտածելու իր տան ոչ կահույքի մասին, ընդհանրապես ոչ մի բանի մասին, ցանկալի է որ ինքը մտնի տուն եւ արդեն ունենա անկողին, որ պարկի քնի այդ երեկո եւ առավոտյան գնա աշխատանքի եւ այդ պատճառով նման առաջարկներ են մեր շուկային։ Ես այստեղ հարց էի դրել, որ քննարկեինք արդյոք մեր շուկան պատրաստ է եւ այլն, բայց նախ մեր մեր զրույցը շուկան արդեն ծարավ է։ այո, Մեր շուկան ծարավ է նման, խառը կառուցապատման։ ըհը, Մենք բավականին մեծ պորտֆել ունենք, որովհետև մենք եկել ենք բնակելի շենքերի կառուցապատումից, հասել ենք մինչև կոմերցիոն ու խառը հասարակական, այսօր ուղղություն ունենք արդեն ռազմավարական հայեցակարգով հաստատված ինդուստրիալ պարկերի ըհը, ստեղծման, դրանք ավտոմատացված հոսքագծով պահեստային տնտեսություններ են եւ այս լավագույն բանը, որ կարող ենք մենք մասնավոր սեկտորով բերել քաղաքաշինության մեջ, ըհը, դրանք ըհը։ խառը օգտագործման տարածքներն ու միջավայրերի ստեղծումն է։ Այո, ինչի կարիքի հիմա երևի մեր երկիրը ամենաշատը այս պահին ունի, որովհետև զուտ բնակելի շենքերի շինարարության ծավալը բավականին մեծ է եւ երևի թե կշարունակվի, եթե շարունակվեն նաեւ եկամտային հարկի նման այլ արտոնությունների առաջարկները պետության կողմից ու պիտի որ ինչ որ նոր բաներ ամեն դեպքում առաջ գան ու հատկապես բնակֆոնդի թարմացման կոնտեքստում եթե սկսենք խոսել բնակելի շենքերը պիտի շարունակվեն կառուցվել, որովհետև Միանշանակ մենք ամեն շատ շենք մեծ իր պրոբլեմ սպառողն ունենք։ ունի, իհարկե։ Մենք շատ մեծ պրոբլեմ ունենք մեր ֆոնդը, բնակելի Մաշվում շենքերի է։ ֆոնդը, այո, այնքան մաշված է եւ այդ շքամուտքերը, շատ վախենալու ու տխուր շենքերը, երբ ես ինքս հենց հիմա ապրում եմ մի շենքում, որը ունի շատ վախենալու, այսպես խոստովանեմ, շքամուտք, Մгм. բնակարանը լավն է։ Շենքը լավ շինարարությամբ սովետի ժամանակ արված շենք է, բայց շքամուտքը արդեն այնքան հին է, որ բարոյական մաշվածություն է զգում նման շքամուտքից ամեն օր դուրս գալիս եւ հետո տուն գնալիս եւ իրականում կարծում թե եկող սերունդը, որը ձգտում է ավելի լավ կյանքով, թեկուզ չի ձգտում մեծ տներում ապրել, բայց ձգտում է թեկուզ փոքր քառակուսու մեջ լավ պայմանում արժանապատիվ պայմանում ապրել ու այնպես որ քաղաքաշինական աղմուկը եւ աժոտաժը որ կա շատ լավ է եւ ճիշտ է ու պիտի շարունակվի, բայց միջազգայնացումը, միջազգային ստանդարտների ինտեգրումը ու քաղաքաշինական ավելի երկարաժամկետ հայեցակարգերով առաջ շարժվելը կարծում եմ արդեն անխուսափելի է, որ ինչ-որ աբորիգեն բան չստանանք վերջում ու խառը, ինչ մի քանի տարի առաջ, երբ որ այդ բումը եղավ քաղաքաշինական, մի քիչ խառն էր։ Հիմա ինձ թվում է շատ լավ ֆիլտրված է, ամեն մեկը դուք, ձեր գոլեգաները, ամեն մեկը իր տեղը, իր նիշան ունի, անգամ մրցելն է դարձել անիմաստ, որովհետև միևնույն է, օրինակ Ռենշինի հաճախորդը Ռենշինի հաճախորդն է։ Չգիտեմ, մեկ այլ ընկերության հաճախորդ, այդ ընկերության հաճախորդն է։ Լավ է, որ այս բոլոր առաջարկները կան, բայց ինձ հետաքրքիր է հետևյալը, լավ է, որ դուք ունեք առաջիկա 5 տարիների ձեր հայեցակարգը։ Իսկ ինչ կասեք գլոբալ, որովհետև բավական չէ, որ դուք ձեր գործը լավ անեք ու մենք լավ քաղաքում կապրենք։ Դուք ձեր գործը լավ եք անում, ձեր կողքին էլ է արվում գործ։ Ինչ իրավիճակ է հիմա գլոբալ մեր Հայաստանի քաղաքաշինական զարգացման գլոբալ հայեցակարգում, ռազմավարական, օրինակ 10-15 տարվա կտրվածքով, դուք շատ գործ եք անում, այնտեղ օրենքի նախագծեր եւ տարբեր ծրագրեր եք առաջ բերում, փոփոխություններ եք անում։ Արդյոք դուք տեսնում եք, որ ոլորտն էլ է այս ուղղությամբ շարժվում, ինչ որ դուք եւ մենք օրինակ 10 տարի անց ինչ որ դուք խոստանում եք, հա, Ռենշինի նախագծերը ինչ արդյունք որ տալու են քաղաքի համար, ձեր կողքին էլ են լինելու նման արդյունքներով նախագծեր։ Ընդհանուր միջավայրի մասին, թեկուզ
մի քիչ որպես անի, որը ունի հստակ առաքելություն Ռենշինում կխոսենք ու կուզեմ նաև որպես անի քաղաքացի այս մասին անդրադարձանես։ Գիտեք, իրականում անիները մեկը մյուսից անկախ չեն ապրում, Ահա։ որովհետև որպես քաղաքացի եւ որպես Ռենշինի զարգացման տնօրեն, այդ միշտ միավորվում է մեր բոլոր պրոյեկտներում եւ Դա շատ պրոյեկտների լավ է։ հարակից տարածքներում եւ ոչ միայն։ Եթե մենք խոսենք քաղաքի, հա, հերանեկարային զարգացման մասին, ես այսօր չեմ ուզենա խոսել այն բոլոր ակնհայտ երևույթների մասին քաղաքի, չգիտեմ, աղբը կանաչապատ տարածքները, օդի աղտոտվածությունը եւ այլն, դրանք առօրյա խնդիրներ են, որոնք որ միանշանակ կլուծվեն։ Մենք այսօր ավելի լայն եթե նայենք, պետք է սկսել քաղաքի համ master plan-ից, գլխավոր հատակագծից։ Եթե վերանայվի Երևանի գլխավոր հատակագիծը, տեղի իրականացվի զոնավորում, այսինքն երբ որ մենք անում ենք գոտիավորում եւ հստակ կա նշանակությունների տարանջատում, որտեղ պետք է լինեն թաղամասերը, որտեղ պետք է լինի կոմերցիոն բիզնես համակարգ, որտեղ բնակելին, որտեղ ինչ հարկայնություն պետք է ունենա այդ տարածքը, այստեղից արդեն կձևավորվեն ճիշտ լիցենզիաներն ու շինթույլտվությունները։ Եվ այստեղ մենք արդեն այո, շատ կարևոր է նաև համագործակցությունը մասնավորի եւ պետության միջև, որովհետեւ հենց այս համագործակցությունը ինքը աշխարհում համագործակցության ձևերից լավագույն մեխանիզմներից է, որտեղ մասնավորը փորձ, գիտելիք ներդրում է անում, իսկ պետությունը եթե դրա համար համապատասխան միջավայր կարողանա ստեղծել, մենք կունենանք լավագույն սիներգիան, որտեղ մեկը մյուսին ոչ թե կխանգարի, այլ կմիաձուլվի եւ կունենանք շատ լավ բիզնես էկոհամակարգ երկրի համար, տնտեսության համար, սոցիումի համար։ Այսօր շատ արդիական է բոլորիս կյանքում, հա, արհեստական բանականությունը։ Մենք տեսնում ենք այդ լուծումները մեր առօրյա բոլոր process-ներում եւ չեմ կարծում, որ հեռու է, որ մենք այդ լուծումները արդեն smart home-ից գանք դեպի smart city, որովհետեւ աշխարհում արդեն կիրառվում են տարբեր մեխանիզմներ եւ դրանք ինտեգրելը հայկական իրականություն լավագույն լուծումները կլինեն քաղաքի համար դատայի վրա կառուցված օրինակ լուսացույցերի կառավարում, հա, կարող է լինել շատ տարբեր արհեստական բանականության կողմից առաջարկվող գործիքներ։ Այլ լուսացույցերը դրա հարցերը կարող են լուծել։ Հա, շատ այսօր գործիքներ կան, որոնք արագ են, որոնք արդեն փորձված են եւ որոնք կարելի է շատ արագ ինտեգրել եւ այսօրվա AI-ի զարգացած հա դարաշրջանում դրանք ունենալ քաղաքային տնտեսության մեջ եւս։ Ասեմ ավելին, ես հիշում եմ 2020 թվականի հունվարին, երբ այցելել էի համաշխարհային ցուցահանդես Դուբայում, այդ տարի Դուբայում էր եւ Գերմանիայի տաղավարը մի 3 օր հերթ կանգնելուց հետո վերջապես ստացվեց մտնել։ Իրենք հենց իրենց այդ մեծ տաղավարի սենյակներից մեկում առաջարկել էին smart home-ի, smart ներողություն, city քաղաքի կոնցեպտը։ Ինձ համար այդ շատ know-how էր այդ 2020 թվականին ու հիշում եմ անգամ երբ որ ես ներս էի մտնում այդ քաղաքի մակետը տեսնելու, միանգամից իմ դեմքը արդեն ֆիքսել էր արհեստական բանականությունը, գրեց Hello Diana ու տակը մեր Հայաստանի դրոշն էր, այսինքն իմ բեյջը միանգամից ճանաչվեց ու իմ մուտքն էր այդ քաղաք ու այո, ամբողջ համակարգերը, քաղաքային կառավարումը, ամեն ինչը հիմնված էր ալգորիթմների եւ արհեստական բանականության վրա, լույսերը երբ են միանում անջատվում քաղաքի, փողոցների մաքրումը ինչպես եւ երբ է կատարվում, ինչ օրակարգով, վերջը ու ինձ համար այդ շատ էսպես վաու բան էր ու իրական Գերմանիայից հեռու չէր, հավանաբար արդեն ունեն նման քաղաքներ, չգիտեմ Երևանը երբևէ կհասնի, չի հասնի այդ օրվան, բայց մինչև smart city-ին հասնելը կարծում եմ մենք ամեն մեկս թե որպես մասնագետներ եւ ինչպեսին օրինակ դուք եք ձեր գործի մեջ ինչքան պատասխանատվություն եք դնում քաղաքաշինական զարգացման ձեր հայեցակարգերում ու տեսլականի մեջ, որ մտածում եք ոչ միայն այդ քառակուսի մետրերը ճիշտ լավ վաճառելու, դիրքավորելու եւ այլնի մասին, այլ օրինակ մտածում եք այդ միջավայրերի մասին, կարողանում եք օրինակ հարկայնությունը շատ դժվար կազմակերպելուց եւ հա այդ թույլտվությունները ստանալու շնորհիվ մնացած տարածքները վերածել մարդու ապրելակերպի համար կարևոր, այո, եւ կարևոր ու օգտակար միջավայրի եւ ես ուզում եմ նաեւ հիշեցնել, որ նման միջավայրերում ապրելիս եւ աշխատելիս մեր օգտակար գործողության գործակիցը կտրուկ բարձրանում է։ Մենք էլ մեր հերթին ենք մեր գործը լավ անում եւ դրանից շահում են բոլորը, որովհետեւ ամեն մեկս մեր գործի շահառուները ունենք եւ եթե բոլորը իրենց գործը լավ անեն, բոլորի կյանքը ավելի բարեկարգ ու լավը կդառնա եւ ուզում եմ քանի որ արխիվում տուն էքսպոն է եւ
մենք ունենք նորից սպասվում է Skyline-ի տաղավարը, ամեն տարի տարբեր հետաքրքիր կոնցեպտով եք ներկանում ու առաջարկներով։ Ուզում եմ շատ կարճ ամփոփելով մեր զրույցը պատմենք, թե այցելուները ինչու պիտի ուշադրի լինեն Skyline-ի տաղավարին մոտենալիս, ինչու պիտի ընդհանրապես այցելեն ձեր տաղավար, ինչպիսի նորություններ եք ունենալու, ինչ եք կարող հիմա բացել, հա, որ փակագից եւ ինչը դեռ չեք կարող բացել, քանի որ դեռ որոշակի շրջան կա մինչև տուն էքսպոն ու այցելուները պիտի հիմիկվանից պատրաստվեն եւ ինչպիսի պատրաստվածությամբ մոտենան ձեր տաղավարին։ Վիրտուոզ պատրաստվածությամբ կարող են մոտենալ, Մгм. որովհետև այս տարի նախագծում ենք տենց բավականին այլ իրականության շրջանակներում Մгм. ներկայացնել Skyline-ը, հուսամ, որ ինչպիսին որ մտածել եւ պատկերացրել ենք, կստացվի։ Բոլոր նրանց համար, ովքեր որ կարևորում են ժամանակի զգացողությունը, ժամանակի հետ ընկերություն անելն իրենց Մгм. կյանքում, կարծում եմ, որ Skyline-ը լավագույն իրականությունն է եւ լավագույն վայրն է։ Շատ ուրախ ենք, որ այս տարի եւս ունենք այդ հնարավորությունը Skyline-ին տեսնելու տուն էքսպոյում։ Մենք գիտենք ինչքան շատ այցելուներ դրսից գալիս են հենց տուն էքսպո Skyline-ին ավելի մոտիկից ծանոթանալու համար։ Նաեւ պիտի նշեմ, որ շատ կասկածամիտ մարդիկ նույնպես ուզում են գալ եւ շփվել ձեզ հետ, հասկանալ ինչ եք կերել խմել դուք, որ որոշել եք առաջին Եկնակերը երկնաքերերը կար։ Նյու Յորքի հետ ասոցացվող այդ վիճակ ու տրամադրությունը բերել Երևան, որովհետեւ Երևանը երբեք չի ընկալվել այդ պրիզմայից, իսկ դուք արդեն քանի տարի է դիրքավորում եք Երևանը եւ ցույց եք տալիս, որ այստեղ կա այս հնարավորությունը ու նաեւ դրսից շատ ներդրումներ եք բերում Հայաստան, ինչը շատ գնահատելի է։ Մենք նույնպես որպես կազմակերպիչ երբ գնում ենք Մոսկվա, երբ ունենք նպատակ Ամերիկա գնալու եւ հիմա հատուկ արշավ ենք անում արտասահմանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին առաջարկելով, որ տոմսեր գնեն մարտի 27-ի, 28-ի եւ 29-ի համար եւ իրենց օրացույցը այնպես կազմակերպեն, որ այդ օրերին լինեն Հայաստանում, հենց սրա շնորհիվ է, որ մենք գիտենք, մենք ունենք լավ առաջարկ ու առաջարկներ Skyline-ի եւ մի շարք այլ քաղաքաշինական ֆանտաստիկ նախագծերի շնորհիվ, այսինքն մեր այցելուն կգա ու մենք ամոթով չենք մնա։ Ես ինքը շատ համարձակ եմ մարդկանց հրավիրում տուն էքսպո, որովհետեւ գիտեմ ինչքան եւ լավ առաջարկներով եք ներկայանում, որոնք այլ օրերին չեն լինում եւ թիմը ինչքան լավ պատրաստված, այսպես կարծես պատերազմի դաշտ բոլորը գան, տաղավարները շատ հարմար են լինում տեղում քննարկումների համար, կարողանում եք տեղում ամրագրում անել, բանկերն են ներկա ի վերջո եւ սա կարծես մենք միշտ այդպես կատակով ասում ենք լինի շոփինգի օր բնակարանների համար շոփինգի օր ինչպես մարդիկ գնում հագուստ են գնում հա տարբեր առևտրի կենտրոններից տուն էքսպոն էլ մեր շրջգույքի մոլն է լինում ու իրականում աշխարհում միակ նախադեպն է որ մարդը կարողանում է մտնել էքսպո եւ գնել բնակարան մեկ օրում, եթե արդեն ուսումնասիրած է գալիս։ Այ օրինակ հիմա կարող եք այս պահին էլ ուսումնասիրել Դիցուկ Skyline նախագիծը, էջերը ձեր շատ ակտիվ են, ամեն մանրամասն կա դրված եւ տուն էքսպոյին արդեն պարզապես գալ շփվել ժողովրդի հետ ու արդեն ձեր որոշումը Մեր թիմը իրականում մեր կայացնել։ մոտ էլ բավական տենց մեծ ողջավորվածությամբ բոլոր այն թիմերը, որ ներգրաված են, որոնք ներգրաված չեն, իրենք եւս սպասում են, ինչպիսին է լինելու բա մեր տաղավարը, ոնց ենք անելու, ինչ անենք այս տարի, Մгм, մгм, վաճառքի թիմը շատ պատրաստ սպասում է, որովհետեւ էքսպոն հենց այն հարթակն է, որտեղ առաջին շփումն ես ունենում, հա, մгм, գնորդի հետ ու կարողանում ես պատկերացնել այ իրանց վախերը, իրանց մտահոգությունները, մгм, ինչ են ակնկալում, ինչ են սպասում, ինչ են ուզում եւ հրաշալի, հա, մեխանիզմ է այնքը, որպեսզի հասկանաս այլ արդյոք կա ինչ-որ նոր մгм, բան ներմուծելու կամ ինչ-որ նոր մեսիջներ ավելի ակնհայտ մարդկանց մгм, ասելու, որովհետև օրինակ շատերը չգիտեն, որ Skyline-ում հնարավոր է միանգամից գալ եւ տեղում 1 րոպեվա ընթացքում հիպոթեկ ձևակերպել եւ բնակարան ձեռք բերել։ Հա, մгм, իսկ էքսպոյի շրջանակներում դա երևի մեր ամենա արդյունավետ կիրառվող գործիքներից է, երբ որ տեղում մարդը մгм, միանգամից հաստատում ունենում է, էլ ոչ մի այլ տեղեկատվություններ կայանալու, բանկ հաճախելու մгм. անհրաժեշտություն չկա ու տեղում վաճառքի աշխատակցի կողմից Մгм. միանգամից վարկավորվում, հպատակավորվում եւ գնում է իր երազանքների բնակարանը։ Սա առհասարակ աշխարհի համար է մի քիչ զարմանալի, որովհետև այլ երկրներում որպեսզի դու տուն ձեռք բերես, շատ պրոցեդուրաներ, պրոցեսներ կան։ Մենք շատ ճկուն ենք այդ հարցում, փաստացի, կառուցապատող բանկ եւ այլ հարակից կառույցներ ու մինչեւ նոտար բավականին ճկուն աշխատում ենք տուն էքսպոնել որպես գործիք մեր շուկայում եղած էլի ամենաճկուն հարթակներից է, որտեղ միանգամից բոլորը հանդիպում են ու կարիք չկա
որ օրերով ինչ որ տարբեր սենյակներ, տարբեր հասցեներով մարդիկ Հետո ման մենք իրար գան։ ենք տեսնում, գիտեք, բացի Այո, գնորդներից մենք գործընկերներով իրար ենք տեսնում, ամեն ըհը, մեկս հասկանում ենք, այ ինչ ունի շուկան, հա, ըհը, լավագույն վայրն է, որտեղ երևի մենք բոլորս իրար հանդիպում ենք, մենք ըհը, շուկան ինքներս պատկերացնում ենք, դե գնորդն ու վաճառողն է ըհը։ իհարկե լավագույն հարաբերակցությունը այդտեղ ձևավորվում է։ Այո, եւ հետո երևի միակ վայրն է, որտեղ հնարավոր է միանգամից տեսնել, թե 5, 6, 10 տարի հետո ինչ տեսք է ունենալու մեր երկիրը, մասնավորապես Երևանը եւ նաեւ մարզերը նույնպես, որովհետեւ մարզերից նույնպես շատ ակտիվ քաղաքաշինական նախագծեր կան ներկայացված, դեռ էլի մարզերը բնականաբար ակտիվանալու են եկող տարիներին ավելի շատ, ինչը շատ ուրախալի փաստ է մեզ համար եւ մենք ուրախ ենք արձանագրել, որ ամեն տարի քաղաքացիների շրջանում ավելի շատ հետաքրքրություն կա դեպի Expo, ոչ միայն պարզապես իրենց սրտի բնակարանը գտնելու, այլ լինելու այդ տրենդի Տեղեկացված մեջ, քաղաքի այո, փոփոխությունների հետ, զարգերակի այո։ մեջ, հասկանալու համար իրենց տան կողքին ինչ է կառուցվելու, որովհետեւ ի վերջո ձեր կատարած ներդրումը, շինարարությունը թանկացնում է նաեւ ձեր կողքին գտնվող արդեն Ցանկացած գույքի բնակարանատեր արժեք, մարդու, այո։ այո, բնակարանը սա կարևոր է գիտակցել եւ ինչու եմ ես հատկապես սիրում այս ոլորտը ու անդադար չեմ զլանում նշել, որ այստեղ ոչ թե մրցակցում եք, այլ լրացնում եք ու համագործակցում եք միմյանց հետ, որովհետև ամեն Պրոյեկտ ունի իր պրոյեկտ, հաճախորդը, այո, ունի իհարկե, հաճախորդը, սպառողը։ Մгм. շատ տարբեր են այդ սպառողները եւ հատկապես կարևոր է, որ ոլորտը գիտակցում է, որ մեկի չհաջողությունը մյուսի վրա էլ է վատ անդրադառնում եւ հակառակը ցանկացած հաջողված քաղաքաշինական նախագիծ ու սեր վայելող անմիջապես ազդում է հաջորդ քաղաքաշինական նախագծի ավելի Համաձայն, ստացված հա։ լինելու վրա եւ ոգևորությունը ոլորտում շատ հաճելի է։ Անի ջան, շնորհակալություն շատ այս կարևոր գործերը անելու, այսքան լավ նախագծեր մեր քաղաքի համար բերելու, առաջին հայացքից ամբիցիոզ եւ շատ տարակուսանքներ առաջացնող այս վիճակները կարծում եմ բոլոր մեծ գործերի համար տրված են որպես մարտահրավեր ու ֆանտաստիկ է, որ դուք այսքան լավ հաղթահարում եք այդ մարտահրավերները, նաեւ միջազգային էքսպերտիզա ձեր կողքին ունենալով, ինչը ձեզ շատ լավ դիրքում է դնում։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, թե հետաքրքիր զրույցի համար, երևի թե կարողացանք շատ թեմաներ արծարծել, որոնց որ առօրյայում այդքան չէինք Ըհը, անդրադառնում ու ինչպես նաև շնորհակալ ենք Expo-ի համար, որը որ կազմակերպում եք եւ հնարավորություն եք տալիս բոլորիս ներկայացնել հա մեր պրոյեկտները, մեր նախագծերը ամբիցիոզ եւ ոչ ըհը, պարտադիր չեն լինեն ըհը, ամբիցիոզ, հա, մի հարթակում տեսնել իրար, շփվել մեր ըհը։ գնորդների հետ, ամեն ինչ շատ հետաքրքիր է եւ արժեքավոր։ Շնորհակալ ենք, իսկապես քաղաքաշինության ոլորտի տոնն է եւ զարգերակը կարծես դարձել Տուն Էքսպոն բոլորին այդ 3 օրը միավորող։ Հուսանք ֆիքսել եք, որ մարտի 27, 28, 29 Տուն Էքսպո Invest 2026 այս տարի մենք ունենք ներդրումներին ուղղված հատուկ ուղերձ, այսպես ասած, քանի որ նկատում ենք մեր այցելների շրջանում ինչքան շատ են մարդիկ, որոնք փնտրում են իրենց երկրորդ, երրորդ գույքը, փորձում են կատարել ներդրում նաև արտերկրում, այդ հնարավորությունները նույնպես ունենք եւ կամ կատարել ներդրումներ Հայաստանում արդեն ներդրումային նախագծերում եւ ուրախ ենք նաև արձանագրել, որ Meridian Expo կենտրոնը այս տարի եւս կունենա տոնական տրամադրություն, որովհետեւ բացի հատուկ առաջարկները, զեղչեր եւ շոփինգային այդ տրամադրությունը անշարժույթի շուրջ, մենք նաև ունենք շատ նորություններ այս տարվա համար։ Հիշեցնենք նաև, որ աշխատանքային ժամերը Տուն Expo-ի այս տարի 11:00-ից 21:00 է, եկեք անպայման ընտանիքներով, որովհետեւ այս կարևոր որոշումը պիտի կայացնենք ընտանիքի անդամների հետ միասին եւ արդեն լսեցիք, որ փաստորեն 1 օրում կարող եք ստանալ ձեր հիպոթեկային վարկի հաստատումը եւ դուրս գալ Meridian Expo կենտրոնից արդեն տան տիրոջ կարգավիճակով։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին եւ սեղմել զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա նոր էպիզոդները եւ առաջինը տեղեկանաք դրանց մասին։ Միացեք մեզ նաեւ Instagram-ում, այդ հարթակում մենք եւս շատ ակտիվ ենք։ Միացեք նաեւ Տուն Expo Instagram-յան էջին, որտեղ արդեն հրապարակվում են բոլոր հատուկ առաջարկները, զեղչերը, բոլոր մասնակիցների մասին ու իհարկե նորությունները այս տարվա Տուն Էքսպոյի բոլորից սիրով սպասելի ենք։ Շնորհակալ ենք, որ դիտում եք Տունկաստը։ Լավ եղեք, մինչ հանդիպում։